Հարգելի տարեց քաղաքացիներ, Միկոլ Փաշինյանն այնքան ցավ, դառնություն, դաժանություն է բերել այս 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը, որ օբյեկտիվորեն նաև շատ հաճախ չենք անդրադառնում ձեզ վերաբերող հարցերին։ Բայց դա չի նշանակում, որ իշխանազավթը իրավունք է ստանում պարբերաբար ծաղրելու այն չնչին գումարները, որ այսօր պետությունը կարողանում է ձեզ հատկացնել ձեր կենսապահովման համար։ Թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու։ Ծաղրեց 10,000 դրամով բարձրացնելու հնարավորությունը, հիմա հիմնավորում է, որ 20,000 դրամը ձեզ ինչի պիտի տա, հենա ինքը ավելի լավ է ծախսում, նոր ախրանիկներ, նոր զրահապատ մեքենաներ, նոր ճոխ ճաշկերույթներ, շրջագայություններ, իհարկե ոչ 10 եւ ոչ էլ 20,000 դրամ ինքը անգամ չի կամենում Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու։ Հարգելի տարեց քաղաքացիներ, այս ծաղրը հնարավոր է լինելու վերացնել միայն այն դեպքում, երբ այս իշխանազավթը ուղղակի չլինի այդ կառավարության շենքում։